Խնդիրը պահանջում է գտնել 3 տարբեր բնական թվեր, որոնց գումարը հավասար է 30-ի, իսկ արտադրյալը 840-ի։ Շատ լավ, նախ ձեր ուշադրությունը կցանկանամ կենտրոնացնել այս կտորի վրա, որտեղ պահանջվում է գտնել ուղղակի 3 տարբեր բնական թվեր, ու չի ասվում պետք է գտնել բոլոր 3 տարբեր բնական թվերի հնարավոր քանակը կամ բոլորը գտնել իրար հետ։ Ոչ, ուղղակի մի օրինակ գտնելը մեզ բավարարում է, ու կարող են օրինակները ակնհայտ տարբեր լինել։ Դրա համար նախ եկեք ինչ-որ ձև նշանակենք այդ 3 տարբեր բնական թվերը, ուղղակի համառոտագրություն, որպեսզի ավելի հեշտ լինի, եկեք տառերով նշանակենք։ Օրինակ, A տառի տակ թող թաքնված լինի առաջին բնական թիվը, B տառի տակ երկրորդ բնական թիվը, իսկ C տառի տակ երրորդ բնական թիվը։ Ու այս գումարը մեզ մոտ պետք է հավասար լինի 30-ի։ Մյուս կողմից էլ գիտենք, որ արտադրյալը այդ 3 թվերի հավասար է 840-ի։ Շատ լավ։ Հիմա որ կողմից կարելի է մոտենալ այս խնդրին։ Այս երկու պայմանը ունենք ու գիտենք, որ A-ն, B-ն, C-ն տարբեր են։ Կարող ենք դա նույնպես A, C-ն տարբեր են։ Հիմա երկու կողմ կան, որտեղից կարելի է մոտենալ այս խնդրին։ Կարելի է 3 տարբեր բնական թվեր դիտարկել, որոնց գումարը հավասար է 30 ու արդեն նրանց արտադրյալը հասկանալ 840 ինչպես կարող է լինել, ինչը մի քիչ բարդ է, ավելի հեշտ կլինի արտադրյալից գալ գումարի։ Դրա համար մեր քայլ 1-ը թող լինի այն, որ մենք 840-ը բարձ արտադրիչների կվերլուծենք։ Հիմա ինչպես ենք դա անում։ Նշում ենք 840-ը, եթե հիշում ենք, այսպիսի գիծ կարող ենք քաշել ու սկսել հերթով դիտարկել։ 840-ը ակնհայտ բաժանվում է 2-ի։ Բաժանենք, դրա արդյունքում ենք ունենում ենք 420։ Եվս մի անգամ բաժանենք 2-ի, կստացվի 210։ Դրանից հետո կրկին 2-ի 105 ունենք։ Սրանից հետո նկատենք, որ 105-ը բաժանվում է, օրինակ 3-ի ու բաժանենք 3-ի։ Արդյունքում ստացվում է 35, դե 35-ն էլ ակնհայտ 5 անգամ 7-ն է, դա գիտենք։ Ու այստեղ մեկ։ Ուստի 840-ը կարելի է գրել հետևյալ արտադրյալի տեսքով։ Հիմա այսքանը անելուց հետո ինչպես շարունակենք այս կտորից, ինչպես կարող ենք այս արտադրյալից, հասկանալով, թե ինչպես է վերլուծվում 840-ը պարզ արտադրիչների, գալ այս 30-ի, որ այնպիսի 3 բաժանարաններ ընտրենք, այնպիսի 3 կտոր ընտրենք այս արտադրիչներից, որպեսզի նրանց գումարը արդյունքում 30 տա։ Դե նախ նկատենք, որ եթե ունենք A-ն, B-ն, C-ն տարբեր են իրարից, օրինակ բոլորը պետք է լինեն զույգ, այսինքն կամ բոլորը զույգ են լինելու, չի կարող մեզ մոտ լինել մի կենտ եւ երկու զույգ, որովհետեւ կստացվի կենտ թիվ գումարած զույգ, ինչը կենտ է, 30-ը զույգ է։ Մենք կարող ենք այդպես տարբերություն դնել, որովհետեւ այստեղ մեզ մոտ զույգ են ստեղծում երկու արտադրիչները, ու եթե մենք պետք է ունենանք 3 հատ տարբեր զույգ թվեր, մենք պետք է ամեն մեկի մեջ 2 ունենանք բառ։ Այդ տրամաբանություն ենք այստեղ օգտագործելու։ Եվ կարող ենք այլ կողմից նաև մոտենալ ու քննարկել, թե 7-ը որ գումարելու մեջ է, A-ի մեջ, B-ի մեջ, թե C-ի մեջ, ինչպես ենք այդ ամենը կառավարում։ Շատ լավ։ Այսինքն այդ երկու մտքերը կան, որոնք կարող ենք այստեղ օգտագործել, դե դրա համար եկեք օգտագործենք օրինակ իմ ասած առաջին միտքը ու դրանից հետո արդեն դրա վրա էլ կիրառենք երկրորդ միտքը, թե 7-ը որտեղ է լինելու։ Շատ լավ։ Դե նկատենք, այստեղ եկեք բառերով նշենք, էլի մենք ինչ ենք անում։ Նկատենք, որ կամ մեզ մոտ A-ն զույգ է, B-ն զույգ է եւ C-ն զույգ է, կամ 3-ն էլ պետք է լինեն զույգ, կամ պետք է մենք այստեղ ունենանք մի զույգ, երկու կենտ։ Ուրիշ տարբերակ չկա։ Եվ ինչու ուրիշ տարբերակ չկա, որովհետև ուրիշ տարբերակները որոնք են։ Եթե մի կենտ ունենայինք երկու զույգ, գումարը կլիներ կենտ, եթե 3-ն էլ կենտ լինեին, գումարը կրկին կլիներ կենտ։ Դե այս տարբերակներն են։ Հիմա դրանց ինչ որ անուններ տանք A, B ու արդեն սկսենք առանձին դիտարկել։ Եթե բոլորն էլ զույգ են, նշանակում է բոլորը բաժանվում են 2-ի եւ վերհիշենք, որ դրանք այստեղից էին, այս արտադրիչներից էին ստեղծվում,
Հետևաբար յուրաքանչյուրի մեջ 2 լինելու ու քանի որ ընդամենը 3 հատ 2 ունենք, յուրաքանչյուր թվի մենք ընդամենը մի 2 կարող ենք տալ։ Ու դրա համար արդեն սկսենք կառուցել այդ թվերը դա իմանալուց հետո։ Ահա։ Այստեղ նշենք ճակերտավոր, կառուցենք թվերը։ Շատ լավ, ինչ է ստացվում դրա արդյունքում։ Դե կառուցել ասելով ի նկատի ունեի, որ ան ակնհայտ 2 պետք է պարունակի, B-ն նույնպես 2 պետք է պարունակի եւ C-ն նույնպես 2 պարունակի։ Ու արդեն այստեղից ինչ որ իրավիճակներ են գալու, որ մենք ուղղակի փորձելու ենք։ Հիմա այստեղ երկուսները կան ու մնաց ընդամենը 3 բարձ արտադրիչ, որոնք պետք է այստեղ բաշխենք ինչ-որտեղ։ Եկեք ամենատրամաբանական ձևով ուղղակի ամեն մեկը մնացածին տանք։ Ինչ կստացվի սրա արդյունքում։ 2 անգամ 3-ը 6 է, 2 անգամ 14 է, կներեք 10 է, իսկ 2 անգամ 7-ը 14 է։ Եվ նկատենք, որ 6 գումարած 10 գումարած 14-ը հավասար է 30-ի։ Այստեղից հետևում է, որ մեզ այս իրավիճակը բավարարեց։ Շատ լավ։ Ու կրկին վերհիշենք խնդիրը մեզ ինչ էր ասում։ Խնդիրը մեզ ասում էր 3 տարբեր բնական թվեր գտեք, ու մենք այդ բնական թվերը գտանք։ Այսինքն այսքանով իրականում կարելի է ավարտել խնդրի լուծումը։ Բայց եկեք մի քիչ փորձենք ավել աշխատել, օրինակ, դիտարկենք նաև B իրավիճակը։ Միգուցե դուք այդ իրավիճակից եք օրինակ գտել, այդ կտորը բաց չմնա։ Բայց իրականում ահա այսքանը ամբողջությամբ ավարտում է խնդրի լուծումը, որովհետև մենք մի օրինակ կարողացանք գտնել ու նույնիսկ նկարագրեցինք, թե ինչպես ենք այդ օրինակը կառուցում։ Հիմա ու հնարավոր է այստեղ նույնպես այլ իրավիճակներ լինեին մեզ մոտ, օրինակ 3, 5, 7 տվեցինք յուրաքանչյուր թվի, բայց կարող ենք այլ ձև անել։ Նկատենք, որ 3-ն ու 5-ը արդեն նույն տեղ չէին լինել չէին կարող, որովհետև 3 անգամ 2 անգամ 5-ը մեզ մոտ 30 է ստացվում, այսինքն սա մեզ չի բավարարում։ Ու դա եթե սա մեզ չի բավարարում, դա նշանակում է, որ 3-ը 5-ին տալ մենք չենք կարող, դա արդեն ակնհայտ է, որ 3-ը 7-ին տալու դեպքում 30-ից թիվ է դուրս գալու, ու դա նույնպես մեզ չի բավարարում, ինքն եթե մեզ մոտ երկուսները կան արդեն յուրաքանչյուր թվի մեջ, ապա մյուս երկու արտադրիչները ցանկացած երկուսը չեն կարող այդ երկուսի հետ միաժամանակ լինել։ Հետևաբար զույգերով միայն սա մեզ բավարարեց, բայց կենտրով եկեք մի քիչ ավելի շատ ընտրենք։ Եթե ունենք այստեղ A, B, C թվերը ու գիտենք, որ այս 3 թվերից զույգ է ընդամենը մեկը, դա նշանակում է, որ բոլոր երկուսները այդ թվի մեջ պետք է լինեն, որովհետև եթե մի երկու գոնե այս թվի մեջ լինի, կստացվի այն զույգ միանժակորեն։ Իսկ 3 երկուսների արտադրյալը հավասար է 8-ի, միանժակորեն գրենք 8, ու այստեղ բազմապատկած արդեն ինչ որ բանով։ Հիմա մեզ մնում է 3, 5, 7 արտադրիչները ինչ որ ձև բաշխել այս թվերի մեջ, իսկ դա ինչպես կարող ենք անել։ Դե կրկին փորձելով, եկեք փորձենք, օրինակ 3-ն ու 5-ը ինչ որտեղ պահենք ու 7-ը առանձին պահենք։ Դրա արդյունքում նախ նկատենք, որ այստեղից այլևս շարունակել չենք կարող, որովհետև այստեղ բազմապատկած էին նշանն էի դրել, ինչը սխալ է, որովհետև եթե 3-ով արդեն բազմապատկենք, կստացվի 24, իսկ մյուս երկուսը ինչքան էլ փոքր լինեն, իսկ ամենափոքրը կարող է լինել 5 եւ 7, դրանց գումարը 12 է եւ ընդհանուր գումարը 30-ը անցնում է։ Ուստի թիվը եթե այս իրավիճակն է ունենք մի զույգ, այնտեղ ընդհանրապես մի 8 կարող է լինել։ Շատ լավ, ու հիմա այս իրավիճակն էլ արդեն դիտարկենք, իսկ 15 և 8 գումարած 15 գումարած 7-ը հավասար է 30-ի, հետևաբար սա նույնպես մեզ բավարարեց։ Շատ լավ, իսկ այլ տարբերակ չկար այս խնդրի համար։ Եկեք այլ տարբերակ նաև փորձենք գտնել։ Գիտենք հստակ, որ ան 8 է, և B-ի ու C-ի համար արժեքներ պետք է գտնենք, իսկ ինչ կլիներ, որ օրինակ 3-ն ու 7-ը իրար հետ լինեին, այդ դեպքում ինչ կստացվեր։ Եթե ունենք 3-7, դրա արդյունքում ստացվում է 21, իսկ մյուս թիվը պետք է լինի 5-ը, իսկ 8 գումարած 21 գումարած 5-ը ակնհայտ մեծ է ստացվում 30, ինքն չբավարարեց։
Միգուցե այլ իրավիճակներ նույնպես կան, բայց այս տրամաբանությամբ դիտարկելով մենք կարող ենք գտնել բոլոր հնարավոր տարբերակները, ու դուք արդեն հասկացաք, թե ինչպես կարելի է դա անել ու ինքնուրույն կարող եք մտածել։ Եկեք այս կողմից էլ արդեն նշենք, քայլ 2-ը թող լինի A, B իրավիճակներ դիտարկելուց, որպեսզի լուծումը ավելի նորմալ լինի բաժանված մասերի։ Ու հիմա անցնենք արդեն ընդհանուր այս խնդրի քննարկմանը։ Ահա, շատ լավ։ Ինչ արեցինք մեզ։ Խնդիրը մեզնից պահանջում էր 3 տարբեր բնական թվեր, որոնց գումարը հավասար է 30-ի, իսկ արտադրյալը 840 է։ Դե դրանք տարբեր են։ Որն էր մեր առաջին քայլը։ Առաջին քայլը այն էր, որ մենք 840-ը պարզ արտադրիչների վերլուծեցինք, որպեսզի հասկանանք, թե որ թիվը ինչպիսին պետք է լինի։ Ինչպես կարող ենք էլի մենք արտադրիչներով կառուցել 3 իրարից տարբեր թվեր։ Հիմա այդ կառուցելու գործընթացը մոտավոր պատկերացրինք ու հասկացանք, որ մենք արտադրյալից կգանք գումարին, այսինքն նախ կընտրենք այդ 3 տարբեր թվերը, որոնց արտադրյալը հավասար է 840-ի, որովհետև դա խիստ նվազեցնում է հնարավոր քանակը։ Ու դրանից հետո արդեն կհասկանանք, թե որ 3-ի գումարն է հավասար 30-ի։ Հիմա մեր գործը ավելի հեշտացնելու համար մենք նաև կատարեցինք այս բաժանումը, որ մեզ մոտ պետք է լինեն կամ 3-ն էլ զույգ, կամ մի զույգ եւ 2 կենտ, որպեսզի գումարը հաստատ զույգ լինի, ու սկսեցինք արդեն կառուցել այդ թվերը։ Դե եթե 3-ն էլ մեզ մոտ զույգ էին, դա նշանակում է, որ 3-ն էլ պետք է բաժանվեն 2-ի։ Ու քանի որ 840-ի մեջ ընդամենը 3 հատ 2 կա, նշանակում է, որ ամեն թվի մենք ամենաշատը կարող ենք մի 2 տալ, որպեսզի բավարարվի այդ պայմանը, ու սկսեցինք այդ 2-ները տալ։ Ու դա արդեն մյուս ամենատրամաբանական քայլն էր, ուղղակի մնացած 3 բաժանարարները տալ այդ թվերից յուրաքանչյուրին ու տեսնել, թե դրա արդյունքում ինչ է ստացվում։ Ստացանք 6, 10, 14 եռյակը, որի գումարը 30 էր ու մեզ բավարարեց։ Շատ լավ, այդ հասկացանք ու հասկացանք, որ այստեղ այլ տարբերակներ չկան, որովհետև եթե մենք նույնիսկ 3-ն ու 5-ը իրար հետ ենք վերցնում 2-ի հետ, մեզ մոտ ստացվում է 30 ու մնացած 2-ները վերցնելու զույգեր վերցնելու ժամանակ ու 2-ով բազմապատկելուց հաստատ շատ ավելի մեծ կստացվեր։ Հետևաբար անցանք արդեն B իրավիճակին, երբ մենք ունենք մի զույգ ու 2 կենտ։ Եթե մենք ունենք մի զույգ ու այստեղ մեզ մոտ ուղղակի տրված է 3 հատ 2, նշանակում է, որ 3-ն էլ պետք է նույն թվի մեջ լինեն, որպեսզի մնացածը զույգ չլինի։ Ու ինչ արեցինք դրանից հետո, արդեն սկսեցինք դիտարկել մնացածը ինչպես կարելի է կառավարել։ Դե B թիվը որոշեցինք 3 անգամ 5 թող լինի, օրինակ այս դեպքում C-ն էլ մնում է միայն 7, ու նրանց գումարը 30 է ստացվում։ Ու ինչու է մեզ մոտ միտքը գալիս 3-ն ու 5-ը իրար հետ բազմապատկել։ Իրականում ամեն ինչ այնտեղից է, որ 7-ը մեծ թիվ է, ու 7-ով օրինակ եթե 5-ը բազմապատկում ենք, 35 է ստացվում։ Ու դա շատ մեծ է, դա 30-ից հստակ մեծ է։ Դրա համար երկու ամենափոքր մյուս բաժանարարները իրար հետ բազմապատկեցինք, որպեսզի տեսնենք արդյոք բավարարում է օրինակը թե ոչ։ Ու ստացվեց 30։ Ու եթե մենք տեղերով փոխենք ինչ-որ ձև այս զույգերը, մեզ մոտ ավելի մեծ թվեր կստացվեն ու դրանք չեն բավարարի։ Բայց ամեն դեպքում մենք կարողացանք նույնիսկ 2 եռյակ գտանք, չնայած մեզնից ընդամենը մի եռյակ էր պահանջվում, որոնց գումարը հավասար է 30-ի, արտադրյալը 840 է եւ այդ թվերը իրարից տարբեր են։ Ուստի այսքանով հետեւյալ խնդրի լուծումը կարելի է ամբողջությամբ համարել ավարտված։